Կրկին սպանություն եւ կրկին երիտասարդ։ ԱԱՑ-ին, ՊՊՑ-ին, ԲԲՑ-ին եւ բոլոր ծերին վերջը մենք ենք որդի կորցրել։ Ոնց կարողացար Վազգենի հրամանակիրը չեղարկես։ Հələ մի հատ չար նայ, աշոտի։ Ես ձեր հոր գիրքը, ովքեր ի վիճակի են զոհվածի նկարը պատից հանել, ուրեմն համաձայնել են զոհվածի խփող Թուրքի հետ։ Իսկ որտեղ եք տեսնում այդ խեղճ Հայաստանի վերջը։ Այս իշխանությունը Վազգենի հոգին է սպանում։ Իրեն նկարիչ են վերել, այդ Մասիսը փոխել են Արագածի։ Զոհված զինվորը խորան է։ Պատկերացնեք որևէ քպայականին հավերժանալուց։ Ոչ, մեկա չի անցնում։ Դա արդեն որպես Վարդանի հայր եմ ասում։ Կրկին սպանություն եւ կրկին երիտասարդ այս պարագայում Զովունիում վերջին օրերին լրահոսը լցված է մահվան ելքով կրակոցների մասին լուրերով։ Քպական պաշտոնյաները նշում են, որ սահմանին մեր տղաները այլևս չեն զոհվում, բայց զոհվում են քաղաքներում, գյուղերում, մասնավորապես շատ են անչափահասների մասնակցությամբ դեպքերը։ Սա ինչի հետևանքն է ձեզ։ Աննաժան, նախ սկսեմ ընդդեղից, որ նախ հրավերի համար շնորհակալ եմ եւ սկսեմ ընդդեղից, որ այս հարցերի մեկնաբանելու համար ես բացարձակ դիլետանտ եմ, որտեղ գոնե իրավաբանական ինչ-որ հիմնային կրթություն է պետք, որ մեկնաբանես, թե հասարակության հանցագործ հատվածը որտեղից է աշխուժանում, ինչից։ Իհարկե, բարձի թողի վիճակը մեծ նշանակություն ունի, բայց եթե չեմ սխալվում, տղայական խոսակցություն է, որ դա որևէ բանի հետ կապ չունի, երբևէ կարող է լինել եւ անցյալում եւ հիմա եւ հետո դա աստված չլինի, ինչ խոսք։ Շատ ափսոս, որ զոհեր են լինում, բոլորս էլ երիտասարդ տարիներին ինչ-որ այդպիսի դեպքերում հայտնում ենք, իհարկե ոչ ավտոմատային կրակոցներ, ավտոմատ ինքս միայն սահմանում ենք տեսել եւ օգտագործել։ Երևանում ավտոմատի կարիք երբեք ոչ տեսել ենք, ոչ լսել ենք։ Ցավում եմ, որ այդպես է, բայց մեկնաբանության առումով ոչինչ ավելի հիմնավոր չեմ կարող ասել, որովհետեւ այս վիճակում ես միայն կարող եմ նշել, որ Աստված տա երկու համակարգերի բևեռների բախում չունենանք, որովհետև ցավում եմ այդ երևույթի համար, որովհետև այսօր մենք բառացիորեն հայտնվել ենք մի դաշտում, որտեղ սկզբունքորեն հակառակ ենք, սկզբունքորեն։ Այսինքն ոմանք կարծում են, որ Ադրբեջանի հետ մտերմությունը ճիշտ է, ինքս շատ կուզեմ, որ այդպես լինի, բայց սա այդ չի։ Խաղաղությունը վաստակում են չեն մուրում, իսկ մուրացած խաղաղությունը, մուրաց խաղաղությունը, դա պատերազմի պարտված կարգավիճակն է, անընդհատ պարտված դիմել է։ Մի հետաքրքիր ցավոք սրտի այսօր հակառակ բևեռի համար շատ ակտուալ բան կազմա Շանետ ընկերությունը հրապարակը ձեռից մի գցի, որովհետև մենք այս պահին հայտնվել ենք հակառակ դաշտում, այսինքն ցանկացած պահի իրենց ձեռքին փայտ կա, մեր ձեռքին ոչինչ։ Եվ եթե մենք որոշենք ըմբոստանալ, նախ պիտի կարողանանք ոտքի կանգնել, նոր ըմբոստանանք։ Բայց այդ փայտը ով է տվել իրենց ձեռքը։ Դե արդեն բաժա։ Ժամանակին չունեին։ Հա, դե չունեին, հենց այդ եմ ասում։ Երկրում տիրող այս սպանությունների, ձեր նշած նաև բարձի թողի վիճակի հետ կապված, երբ որ հարց են տալիս արտադրության նախարարին, ասում են մենք չենք կարող մտնել անձնական հարաբերությունների մեջ, բայց երբ որ իրենց պետք է, օրինակ մտնում են անձնական խոսակցությունների մեջ, ձայնագրում են, կտրում են, կպցնում են, մոնտաժում են եւ սրբազաններին տանում կալանքի։ Դա ծիծաղելի է։ Ես միշտ նշել եմ Բագրատ Սրբազանը հատկապես, թեպետ Միքայել Սրբազանի հետ էլ շատ մոտ եմ, Արշակի հետ եմ շփվել, Մկրտիչի հետ բախտ չեմ ունեցել շփվելու։ Բայց Բագրատ Սրբազանը 10 քանի տարվա ընկերն է, մտերիմ ընկերներ ենք, ինքը մեր տանը շատ եղել է, ես իր մոտ թե թեմում, թե որևէ տեղ։ Իր լեքսիկոնից դուրս բառեր էր։ Իսկապես իր լեքսիկոնից դուրս։ Ծիծաղելի էր։ Գոնե հենց մտածեի կնենց սարքեիք, որ մոտ լիներ իր լեքսիկոնին, իր խոսակցականին եւ տարբեր տեղերից ինքը լրիվ ուրիշ բանի համար ասում է, եթե դավաճանում են պետությունը, այսպես կարելի է, եթե նույնիսկ բանակ ինչ որ sense ամբողջ տեքստը լսել ենք, հիմա նորից այդ մասին չխոսենք։ Դե ինչ խոսք, իրանց մոտ ամեն ինչը նույնիսկ այն համակարգը, որ ուժեղ պիտի լինի, նմանա դպրոցական հանդեսային մակարդակի։ Իրանք մշակույթներ են այդ հանդեսի մեջ տեսնում։
Դպրոցի հանդեսը ոնց կլիներ, որովհետև այդ ընտանիքը, որը որ երկրի առաջին ընտանիքն է, այդ հանդեսից դուրս չի եկել։ Մշակույթ, ինչա հիմա այդ երեխեքի խոսացածը, այդ գրածները, գցածները, իրանք ես չգիտեմ, այդ երեխեքը վերջին գիրքը որ կարդացել են, որն է եղել։ Երկրի Կամ հակառակ կարդացել են առասարակ, կամ իրանք հոր գիրքն են կարդացել։ Ես ձեր հոր գիրքը։ Վերջը, հիմա ուզում եմ ասել, որ սա ավելի շատ մարդկային որակավորման խնդիր է, որտեղ իրենք մենակ դրան են ի վիճակի, մշակույթ չունեն, իրենք բոլոր համակարգերը, ես իդեպ դիմեմ ԱՀՑ-ին, ՊՊՑ-ին, ԲԲՑ-ին եւ բոլոր ծերին դիմում եմ եւ ասեմ, որ երբեք որևէ վատ բան ձեր ասած են, որ շատ նմանացրել եք հոկտեմբերի 27-ին եւ կանխել եք։ Հոկտեմբերի 27-ին վազգեն են խփել։ Բայց թողնենք, ես Աստված չանի, որ սրանց որևէ տերոր լինի, որտեղ չի կարելի, իրանց իսկապես չի կարելի։ Ձեռք տալ իրանց ոչ մի զինված բան չի կարելի, իսկապես չի կարելի։ Բայց Աստված չանի, որևէ բան կազմակերպող է, ոչ հեռախոսի մոտ կխոսա, ոչ էլ այնպես տեղ, որ դուք կարողանաք ձայնագրել։ Ձեր մանկապարտեզային մտածելակերպով մի մարդկանց ձերբակալեք եւ մարդկանց ճակատագրերի հետ խաղացեք։ Թեպետ Սրբազանը վերջին դատի համար հրաշալի ասեց, այս պահին էլ նորից իր դատացավով չեմ կարողանում գնալ, որովհետեւ ձեր մոտ եմ հյուր, ձեր դատի ժամանակ ասեց, ես խղճում եմ ձեզ, որտեղ դուք եք անազատության մեջ, ես ազատության մեջ եմ, իմ հոգին անընդհատ ազատ է, բայց ձեր հոգին վաճառված է հրահանգ կատարելու։ Հիմա թե չգիտեմ, ես երկրի վրա ինչ կլինի, ես լուսավոր եմ տեսնում միշտ, լավատես եմ ինձ համարում եւ չեմ սխալվում, որովհետեւ եթե այդ լույսը չլինի, ապրելու իմաստը միանգամից կորում է։ Հանուն լույսի ենք ապրում բոլորս էլ եւ հասնելու ենք։ Երբ որ հավատում ես այդ լույսին, լույսը ինքը իր ճանապարհով մոտենում է քեզ։ Բայց ամեն դեպքում, եթե նույնիսկ երկրի վրա այդ մեր երազած լույսին չհասնենք, մեկը հավերժության մեջ ապրելու ոչ թե ես ասում եմ դրախտի բաժին բան չէ, թողնեն։ Ուղղակի պատկերացնում եք որևէ քպայականին հավերժանալուց։ Իսկ այդ բարի արժեքը չգիտի, իր հավերժությունը թուղթու բարաթն է։ Դոկումենտ իրավունք ամենաայլանդակ երևույթը իրավունքա պաշտությունն է, որտեղ իրավունք սիրողը, իրավունք պաշտողը տան անդամին չի սիրի, ծնողին, երեխային, քրոջը, եղբորը, հարևանին, ընկերոջը, որևէ մեկին ինքը սիրելու ունակ չի, որտեղ ինքը իր իրավունքն է սիրում, իսկ իրավունք սիրողները հիմնականում աբիժնիկներն են։ Իսկ իրենք իրենց իրավունքն են սիրում, թե մեկ անձի։ Ինչպես։ Իսկ իրենք իրենց իրավունքն են սիրում, թե մեկ անձի։ Իրանց իրավունքը գիտեք ինչ է, որ հիմա նոր բաներ կա, չէ՞, կնոպկան սեղմում ես ճանապարհ անցնես։ Իհարկե տեղեր կա, որ դա պետք է, որտեղ շատ խիտ է, հասկանալի է, օրինակ հրապարակից երբ որ Ամիրյանը հատում ես, դա պետք է։ Ասենց ինչ որ բաներ այդ հասկանում եմ։ Բայց ընդհանրենք Անաստասավանում կամ Դավիթ Հաշենում 5-6 հատ սեղմվող կնոպկաներ կան, ու տարիքով մարդուն, դժվար քայլող մարդուն, մեծ կնոջը, մեծ տղամարդուն, մեծ հասկանում ես, որ սեղմելա, որ հանգիստ անցնի։ Բայց երբ որ 15 տարեկան տղեն դրանից ընդհանրենք 2 տարի առաջ այդտեղ ֆուտբոլ էր խաղում։ Հիմա որ մեծացել է, իրան ասել են սեղմի եւ սեղմում է եւ վայելում է, որ 10 քանի մեքենա կանգնել են, որ ինքը շատ դանդաղ անցնի։ Այդ երեխու մեջ վատ բան է սերմանում։ Ասում են դու քո ճանապարհն է, սեղմի ջահանդամ, թե այդ պահին 20 մեքենա չի կանգնի։ Մեկը ինչ որ բանից է, սա հոգեբանություն է, գիտեք։ Եվ ինքը հասկանում է, որ այդ պահին ինքը ինչ որ բան կորզեց այդ մեքենայից եւ թող ուշադիր լինեն վարորդները, դանդաղ անցնողների 80%-ը չարացած են նայում վարորդներին։ Երբ որ դանդաղ են անցնում, իսկ երբ որ վարորդին ենթագիտակցորեն հարգում են, փորձում են նույնիսկ մեծ տատիկները իրանց մաքսիմում արագ հնարավորությունով անցնել, որտեղ փորձում են նեղություն քիչ տալ։ Ի վերջո Սևակի բաժանած երկու խաղը փիլիսոփայականից թվում է փիլիսոփայության պիկին է հասած նշաձողի վերևին, որ մարդ կա աշխարհն է շալակաստանում, մարդ կա ելել է շալակն աշխարհի, որտեղ մի մարդու մի տեսակ կա, որ ամբողջ կյանքը մտածում է ինչ չարեց։ Ինչ պետք է աներ, ինչքան պարտք մնաց երկրին, ինչքան պարտք մնաց կյանքին, իր մտերիմներին, հարազատներին, ինչքան կարա շնորհակալ լինի, ինչքան կարա ներողություն խնդրի։
Բայց մի տեսակ էլ կա, որ միշտ մտածում եմ իրանք դի շնորհակալություն հայտնեն, իրանից ներողություն խնդրեն եւ ինչի աշխարհը ինձ համար չարեցեն, ինչ կուզեի։ Իրենց բոլորը պարտական են իրենց տպավորություններում։ Նյութ պաշտողներն են հիմնականում շալակնելասները։ Իսկ եկեք հիշենք 18 թվականի հեղափոխության հիմնական արժեքը որն է՝ նյութապաշտությունը։ Բոլորին թվում էր, թե հեսա գալու են օլիգարխներին աղքատացնեն իրանք հարստանը։ Ծիծաղելի է։ Որևէ մուլտի մեջ ավելի մեծ ապուշություն նկարված չկա։ Բայց արույտես որ դրան հավատացող մի անասուն թռվռացվել էր իմ մեքենայի վրա, Ժիգուլի էր եղել, հենց այդ 18 թվին։ Քրոջս տղան այդտեղ էր եղել, տեսել էր, բան։ Ոչ թե մասնակիցներ, այլ որ տեսնի ինչի է վրա են ուրախանում։ Մեկը կողքից ասել էր՝ «Մի ջարդի մեքենան», ասել էր՝ «Հեսա Մերսեդես կառնեն»։ Լուրջ։ Հիմա ուզում եմ այդ 1000 ներողություն մեղմ բառի համար, այդ հայվանին գտնենք, տեսնենք Մերսեդես առել է։ Չեմ կարծում։ Հետաքրքիր օրինաչափություն ունենք այսօր երկրում, սրբազանները կալանքի տակ են ուղակի խոսքի համար, ի աջակցություն եկեղեցուի, աջակցություն հայրենիքի, կորսված հայրենիքի համար, այն մարդիկ, ովքեր մեղադրվում են սպանության մեջ, օրինակ հենց այսօր նշվեց Աջափնյակի դեպքով, տնային կալանք, 5 հոգու։ Ժողովուրդ ջան, եկեք այդ Աննա ջան, այդ Աջափնյակի դեպքը շատ շշափենք։ Ոչ միայն դա միակ դեպքը չէ։ Հին չերեմուշկեցի եմ, Աջափնյակեցի։ Եվ ես որևէ մեկին չեմ վատ բան աղել, շատ վատ բան աղել։ Եվ թող իսկապես մեղավորները պատժեն, բայց եկեք չբացառենք, որ այնտեղ լիքը մարդիկ կարող է լինեն ուղղակի ընկերոջ թասիբի համար այնտեղ լինեն եւ իրանք նստելու կամ դատ կրելու համար այդքան հարմար ես նես չի որ մեջները ծանոթ ունեմ կամ չունեմ, սա այս մասին չի խոսքը։ Ուղղակի ուզում եմ այդպես խիստ չնայենք եւ ամեն ինչը համեմատենք սրա հետ, սա դժբախտ պատահար է։ Այդ նույն ձևով կարող էր որևէ ավտոբուսի արգելակները չպահեր ու ընդհանրեն 40 հոգանոց ավտոբուսը Խաչարանից գալուց ընկնի եսին որ Աստված չանի։ Իսկ դժբախտ պատահարը չեն կապում քաղաքականության հետ, որտեղ նախ այս քաղաքականությունից բանել չեմ հասկանում, որպես երկհան եմ, որպես մարդ եմ միշտ մեկնաբանում հոգեբանորեն ինչից քիչ առաջ խոսում ենք իրավունքի գոյությունը, մյուսը։ Ուզում եմ ասել, տենց չի որ հիմա այսպես է, որովհետև Աջափնյակում կռիվ է եղել։ Աջափնյակում կռիվ կարող էր այն ժամանակ, երբ որ Վազգեն Սարգսյանը առաջնորդ էր նույնիսկ։ Իսկ Վազգեն Սարգսյանը իդեալական առաջնորդ էր։ Եվ ոչ միայն Վազգեն Սարգսյանը, իր ընկերները, ովքեր այն ժամանակ իշխանություն են եղել։ Ոչ մի 3 նախագահի ժամանակ այսքան խեղճ Հայաստան չենք տեսել։ Իսկ որտեղ եք տեսնում այդ խեղճ Հայաստանի վերջը։ Դուք ժողովրդի մեջ, դուք էլ շատերի հետ շփվում եք, դուրս եք գալիս։ Հիասթափություն նկատում եք եւ եթե նկատում եք, ապա ինչի՞ց ավելի շատ։ Ես գրել եմ պատ ասածից Facebook-յան, որ ուզում եմ հասկանալ, երբ որ սենց է լինում, երբ որ սենց է լինում, երբերը բոլորը մեծատար են գրել, որովհետեւ ամեն երբը մի նոր, այսինքն երբ պատերազմում պարտվեցինք, երբ այդքան զոհ տվեցինք, երբ եկեղեցու վրա հարձակվում են, երբ սենց է լինում, երբ նենց է լինում, ժողովուրդ ջան, երբ Վազգեն Սարգսյանի հրամանագիրը, որ բանակը պետք է եկեղեցու հետ սերտ կապի մեջ լինի եւ պետք է գնդերեսներ լինեն, Սուրեն Պապիկյանի թեթև ձեռքը, որ նայեք կերպարները, Վազգեն Սարգսյան ու չգիտեմ քանի տարի հետո չեմ էլ հաշվել, Սուրեն Պապիկյան։ Ես բան չունեմ այդ տղուդեմ, բայց այդ աղա ջան, դու ով ուզում ալներ, նույնիսկ երազիտ որ Աստծո կերպարանքով մեկը գար ասել Վազգենի հրամանագիրը հանի, դու ասեի չէ, արի այդ հրամանագիրին ձեռք չտաք։ Դու այդ ոնց կարողացար Վազգենի հրամանագիրը չեղարկես, այդ տղա։ Հիմա ինչ եմ ուզում ասել։ Եվ ուզում եմ համեմատել հոկտեմբերի 27-ն ու 99 թվի։ Փետրվարը չէ, ինչ էր էս անտերտիվը 18 թվի ապրիլ, մայիսի եւ մյուս այլանդակությունները մինչեւ հիմա։ Ուզում եմ տարբերություն, եթե այն մի վիժվածքը Վազգենի մարմինը սպանեց, այս իշխանությունը Վազգենի հոգին է սպանում։ Կարող եմ անուններով խոսել, Դևի հուշերեկոն պետք է անեինք Դևի սովորած դպրոցում եւ բաժնվեց Արցախյան պատերազմի զոհվածը։ Եվ ոչ մի քաղաքական բան չկա, այդ զոհվածի 60-ամյակն է, 60 ծննդյան ցերեկույթ թե հուշ երեկոյա մենք պիտի գնայինք երգենք, բան։
բաժվեց դպրոցը թույլ չտվեց։ Ինչու՞։ Նույնիսկ ասացին դիմեք քաղաքապետարան, ով որ կազմակերպում էր, դիմեցին քաղաքապետարան եւ մերժում ստացան։ Դպրոցում չի կարելի, ստենդները զոհվածների անկյունների հանում են։ Մի դպրոցում նույնիսկ իմացա, որ Մասիս է նկարած եղել դպրոցի այդ դահլիճի ետնապատին, դահլիճի ուլիս ասացի այդ պատին։ Եկել են նկարիչ են բերել, այդ Մասիսը փոխել են Արագածի։ Գիտեք ինչ, մեղք եք տնօրեններ ջան։ Ես օրինակ տնօրեններ գիտեմ, որ պահում են դպրոցը, իրանց չեն կարող հեռացնել եւ իրանք այդ լպստերիկությունները չեն անում։ Իրանք զոհվածի նկար պատիժ չեն հանում։ Եվ սա թող ինձ ներեն իմ գռեհկության համար։ Այն տնօրենները, ովքեր ի վիճակի են զոհվածի նկարը պատիժ հանել, ուրեմն համաձայնեն այդ զոհվածին խփող թուրքի հետ։ Թող իրենք իրենց խղճի հետ մտածեն։ Սա արդեն որպես Վարդանի հայեր եմ ասում։ Եվ եթե մենք ուղակի մուր չհանենք, մենք այդ մարդիկ չենք, որ գնանք ասենք ինչ եք մեր երեխեքի նկարները պատիժ անում։ Մենք չենք էլ անի, որտեղ մենք մեծահոգ ենք, որտեղ այս դեպքում կարող էր մեր երեխեն գնալ կռիվ։ Բայց թողենք։ Եթե մենք չանենք, Տիրոջ դատաստանը իրենց պատժելու է այդ նկարների համար։ Որտեղ ուրանում են աշխարհի ամենա երկրային կյանքի ամենախորանային արժեքը զոհված զինվորը։ Զոհված զինվորը խորան է։ Եվ Եռաբլուրում դու ավելի անկեղծ կարող ես աղոթել, քան որևէ տեղ։ Եռաբլուրն էլ է եկեղեցի, բանակը եկեղեցի էր ժամանակին, որտեղ բանակի համար որևէ բան անել, ասում էի բարձր աղոթքը Տիրոջը չի հասնում։ Բանակի համար ինչ որ անում եք, մի հրապարակեք։ Սուս փուս արեք։ Բղծեցին եւ Եռաբլուրը եւ բանակը Եռաբլուրը չեն կարող եւ եկեղեցին են ճանապարհին։ Բանակն էլ կվերականգնվի, ես մինչեւ հիմա զինվորական տեսնելիս մեքենայի ազդանշանով եմ արձագանքում, մինչեւ հիմա փողոցում տեսնում եմ մոտենում գրկում համբուրում եմ կամ ինչ որ բանով փորձում եմ օգտակար լինել, որտեղ ինձ համար դա զինվորականությունը ԿՊ-ի հետ կապ չունեցող արժեք է։ Հայաստանի Հանրապետությունն էլ ԿՊ-ի հետ կապ չունի, որովհետև միշտ համերգներից նշում եմ, ասում եմ, երկիրը գնացել է արձակուրդի մեր պետությունը, եւ 3 հիմնասյուն ունենք պահող, պոստ պահող զինվորը, ծնված երեխան, ամուսնացող զույգը։ Դրա համար ես անխտիր ինչքան ընկեր բարեկամ մտերիմ ունենք, որ ծնվող երեխու կամ ամուսնացող զույգի միջոցառումը հարսանիք կամ ծնունդ, ես անպայման մասնակցում եմ ու սիրով։ Նույնիսկ Վարդանից դեպքից մի ամիս ու կես հետո ես եղել եմ հարսանիքի ու երգել եմ, որովհետև Վարդանի չլինելու առաջին գրավականը մյուսի ամուսնանալու երեխա բերելն է։ Տեսեք, դուք էլ բազմաթիվ բաներ նշեցիք, որոնք փաստացի տանում են երկիրը կործանման։ Ես ձեզ հրավիրեցի հարցազրույցի, դուք ինձ չմերժեցիք, չեք մերժում նաև ուրիշներին, բայց մենք նկատում ենք շատ մտավորականների շրջանում լռություն։ Ինչ եք կարծում, դա ինչով է պայմանավորված։ Ես ինքս էլ բազմաթիվ դերասանների, երգիչների հրավիրել եմ հարցազրույցի եւ շատ տարբեր պատճառներով ստացել եմ մերժումներ։ Բոլորի հետ էլ շփում ունեմ, բոլորն էլ մեծ մասամբ իհարկե, այնպես չի որ համաձայն են։ Եվ մասնակիցներ կան, ինչի մենակ ես չեմ։ Չէ, իհարկե կան մարդիկ։ Մերոնա մեր վերջը մարդիկ Ալան Միշտ նույն դեմքերը։ Լևոնյան եւ շատերը, Հրանտը Թոխացյանը, ինչի՞ չէ, Սահակյան Արտուրը ռեժիսոր, Վահրամ Սահակյանը, Դավիթը Սահակյանց ռեժիսոր, վերջը շատ են։ Լիլիթը Բլեյան, երկհանուի, լավ է։ Չէ, իսկապես կան, ուղղակի դե հա, շատերը չեն։ Ցավոք սրտի մի բուր ենք, Սրփոյի Ստամբուլցյանը, Խաչիկը Մանուկյան, Վախտակից, Դավիթ Մշեցին։ Եվ սենց հա կարող են։ Այդ շատերը չեն, ինչով է։ Դե հա, մեծ առումով են որ կարողացա եւ շատերի անուններն էլ միգուցե այս պահին չհիշեցի, չտվեցի, բայց կան իսկապես կան։ Եվ ասեմ, որ ինտելեկտուալ ԿՊ-պաշտը ինձ համար ԿՊ-պաշտ չէ, ԿՊ-պահը, որտեղ նրանք որ մի քիչ կարդացած են ելում, չեն կարող ԿՊ-ին պաշտեն, կարող մաքսիմում պահեն, որտեղ իրանք աշխատանք ունեն։
Իսկ դա ավելի մեծ դավաճանություն է։ Երբ որ Ախուրյանի անուն աշտարակցի Ռուստամի հետ ԿՊ-ի կոլորիտն է, էլի։ Երբ որ դրանք են ԿՊ-ին պաշտպանում, նորմալ է, որտեղ դա դրսևորման մի ձև է իրանց կեսակերպի։ Բայց երբ որ տեսնում ես այդ մարդուն ճանաչել ես, կարդացած գրքերի քանակը գիտես, այդ մարդու հետ խմել ես, թող այդ բոլոր այդ մարդիկ հիշեն ում մասին եմ խոսում։ Եվ առավել եւս ագրեսիվ են տրամադրված այն մարդու հանդեպ, ով պայքարում է Ադրբեջանի դեմ։ Այն մարդու հանդեպ, ով ասում է զոհվածների նկարները պատերից մի փոքեք։ Ու ես հետաքրքիր է այդ մարդիկ հիմա որ հանկարծ էս հաղորդումը նայեն, ընդհանրենք ընկերներ ունեն, որոնք կարկառուն աջակցողներ են ԿՊ-ի, բայց ես գիտեմ, որ ինքը այդպես չի մտածում։ Ինձ հետաքրքիր է, որ մի օր աչքերի մեջ նայելով ասեմ, ասեմ, լավ, ինչ է ասելու։ Ցավում եմ։ Այս խաղը ավելի վտանգավոր է, անտարբեր խաղը, եւ այդ իմ թվարկած մարդիկ հանուն շահի են, մեկը գործ ունի, մեկը վերջը գործ ունի, տարբեր գործեր ունեն։ Հիմա եթե գործի անունն էլ ասեմ, արդեն ակնհայտ կլինի մասին եմ խոսում, չեմ ասի։ Դրանց մեջ կան մարդիկ, ովքեր Վազգեն Սարգսյանն են տեսել։ Խոսքս անկեղծանում եմ շատ, եղբոր մասին չի, որովհետև Վազգենի եղբայրը ինձ համար մնա Վազգենի եղբայր։ Առավել եւս երբ Արմենն էլ այն ընկերը իր հետ էլ շփում ունեմ, ես այս դաշտ երբեք ինձ թույլ չեմ տա մտնեմ։ Որտեւ ինձ համար Վազգենի եղբայրը վերջնական արժեք է, վերջ։ Հիմա սխալ է, ճիշտ է, Աստված իր այդ ես չեմ որոշողը։ Եվ ես ինձ թույլ չեմ տա երբեք որևէ ոչ կոռեկտ արտահայտություն անել։ Բայց մնացածներին լավ, այդ մարդը եղբայրն է, իր որոշումն է, ինքը կուզի, սենց կասի, կուզի, նենց կասի։ Բա դուք 5 րոպե եթե Վազգեն եք տեսել, այ գեներալներ ջան։ Ոնց է կարողանում Վազգենին համեմատել հիմիկվա առաջնորդի հետ եւ նրա ձենն ու սրա ձենը մեկ է։ Մռնչոցն ու մլավոցը իրարից չեք տարբերում։ Բռունցքն ու ղժղժոցը իրարից չեք տարբերում։ Թարս նայելն ու սրա միակը թարսը նայեց ծիծաղել էր, մի ժամ խնդացել եմ։ Այսպես նայել էր այդ որ մանկապարտեզում որ ասում են հələ մի հատ չար նայ աշոտիկ, չէ՞։ Այդ աշոտիկն է մի քիչ դեպի երեխա է, որտեղ չար նայելով, այսպես նայում։ Այ տղա, քեզ ոչ մեկ չի ասի, իմիջ մեկեր չունես։ Չի ասեք երկերը մի գրի, սխալ երկեր ես գրում։ Վարաբան ընդհանրապես մի խփի, որտեղ նախ չնայած խփում ես, չես նվագում։ Դա դրա համար ուրիշ աշխարհապետ փոքր վախկանից գնում են քսիլոֆոնի բան, լուրջ դպրոց են անցնում, բան, երաժիշտ են լինում, երաժշտական լսողություն են։ Մենակ սենց անելով բառաբանշիկ չեն լինում, այ մարդ։ Գներեն թողների թողիզներ են բոլոր մարդիկ։ Անգամ չի կանգնեցնում։ Ինչպես։ Հանրային ծաղրն անգամ չի կանգնեցնում։ Հա, ինքը չի հասկանում։ Կամ այդ երգերը որ լսում վերջում տենց են սամ։ Ծիծաղելի է, իսկապես ծիծաղելի է, ժողովուրդ։ Սրտի կարող է։ Բայց ծիծաղելին արդեն հասնում է մի դաշտ, այս վերջերս մի տենց բան, որ սկզբում հա ծիծաղում ենք, բայց հետո հասկանանք, այ ախպեր, ես մեր առաջնորդը էսի չան։ Լավ, խնդրում եմ, իրան չեմ կարող ասել, որտեվ իրան չեմ էլ ուզում ասել, բայց իր կողքի այդ իմիջ մեյքերը, ի վերջո անվտանգության համակարգ։ Մեկն ու մեկը իրան ասեք թող չանի տես բաներ։ Խնդրում եմ, այդ նաև իմ առաջնորդն է, ցավոք սրտի։ Հիմա ես դիմություն եմ, ինչ զահրում արեմ, չգիտեմ ինչ եմ։ Քաղաքացի եմ ինձ համար։ Բայց այդ մարդուն ասեք, որտեվ Ալիևն էլ է այդ նայում, տունը չայ խմելուց երևի ձենով ծիծաղում են։ Կնոջն ասում է Ալին այդ էս ինչ անում։ Խայտարակ են կլնում այ մարդ։ Կներեք։ Եվ մեր վերջին հարցը, ինչ ակնկալիք ունեք գալիք ընտրություններից։ Հենց երեք մենք ընկերներից մեկի հետ բանավեճ ունեցանք։ Գիտեմ իշխանական լծակները ինչի են ընդունակ։ Բայց եթե հիմիկվանից հանձնվենք, ասենք մեկը անցնելու է, առաջին օգուտը տալիս ենք իրեն։ Ոչ, մեկը չի անցնելու։ Եվ ես որպես մարդ, որպես հայ, քարոզ չեմ անում։ Իմ տեսակետից եմ խոսում։ Բռնի ուժերին մշտապես դեմ եմ եղել, իսկապես դեմ եմ եղել ու դեմ եմ։ Բայց գալու է ժամանակը, որ փոփոխություն ունենանք, ուղղակի դիմում եմ բոլոր ընտրողներին, պոտենցիալ ընտրողներին, այն մարդիկ, ովքեր կարծում են, որ մեկը բան չի փոխվելու ու չի գնում, դուք 100% նպաստում եք ԿՊ-ի հերթական անցնելուն։
Հիմա անցնեմ տրամաբանական հատվածին։ Մոտավորապես այդ Ռուստամ Աբրազնի, աշտարակի Ռուստամ Աբրազնի, Ախուրյանի Անոաբրազնի եւ մի քանի տենց դելիկատեսների Աբրազնի կներեք ռուսերեն բառիս համար։ Կերպարների գոյությունը մաքսիմում 5-6% է։ Մի 5-6% միգուցե կլինեն հանուն շահի աշխատող բաները, մի 10 քանի տոկոս տենց ունենք եւ պետական անվտանգային համակարգերը, որոնք կոմպրոմատի եւ ինչերի միջոցով կախման մեջ են, ոստիկանություն, ՊՆ համակարգ, արդարադատության համակարգ եւ ԱԱԾ, ՊՊՑ, ԴԴՑ, ՉՉՑ, այդ բոլոր ծայրը միասին 20-22-23% չեն անցնի ընդհանուր ընտրողների։ Հիմա եթե 40% գնա ընտրության, տրամաբանորեն իսկ իրանք անպայման գնալու են ընտրության։ Հիմա եթե ընդհանուրի 40%-ը գնա, ինքը իսկապես 50% եւ ավելի տոկոս ծեր ունի։ Բայց եթե 60-ը գնա, ինքը ջախջախիչ պարտություն կկրի։ Հուսամ, այսեն դեպքը չի, որ կարողա այդ պարտության դեպքում ինչ որ մեկը համարձակվի կանգնի ասի 51% անցել է, չէ։ Դրա համար ուղղակի խնդրում եմ, ես սա գրառումներովս եմ միշտ խնդրում։ Սիրելի անտարբերներ ջան, հիշեք, որ սա անտարբերության այն դաշտը չի, որ ջանդան մեկը ինչ լինի, այդպես այդ մենք ասում ենք ջանդան, բայց եկուց միսօր դիտերման գնալու տենան Կրասնոդարում ենք ապրում, թե Չինաստանում։ Եվ չի կարելի ուղղակի բառացիորեն Ադրբեջանի կողմից ինչ լինող հովանավորվող, այսպես ֆինանսապես չէ, բանով, ինչով հոգեպես աջակցություն, բարոյապես աջակցություն ունեցող իշխանությանը չի կարելի թողնել մնալ իշխանության։ Սա ես երբեք այսքան քաղաքականացված չեմ եղել, ես քաղաքական գործիչ չեմ, որևէ կուսակցության ցուցակում չեմ լինելու, որևէ պետական պաշտոն չեմ ուզենալու, երբեք ես ոչինչ չեմ, ինձ միակ ազատությունն է պետք, որ չեմ։ Եվ եթե ձեզ թվում է ամենամեծ խաղաղությունը մենք ենք երազում, որտեղ մենք ենք մարտական ընկեր կորցրել, մենք ենք այդ նկարների առաջ երբեմն աղոթում, ի վերջո մենք ենք որդի կորցրել, ի վերջո մենք ենք կռիվ գնացել, տեսել այդ ինչը։ Դուք ոնց կարող եք հասկանալ, թե խաղաղություն ինչ է։ Խաղաղության գինը շատ թանկ է։ Մի օրինակ եմ միշտ բերել, ներողություն երկարացրեցի, բայց այս օրինակն էլ ցավոտ օրինակ է։ Ոնց որ երեխա դուրսը ինչ որ խնդիր ունի։ Ծեծում են։ Վատ օրինակ է ցավոք սրտի։ Ու երեխան այս դեպքում մեր պետությունն է։ Ու ծնողը պայմանավորվում է այդ ծեծողի հետ։ Ասում է, խնդրում եմ, թևը կտրի, ոտի մի մասը կտրի, ականջը աչքը հանի, դեզվից մի քիչ կտրի, թող տես մնա, այլ ձեր չտես։ Հիմա մենք մեր երեխու ամեն ինչը կորցրել ենք այս դեպքում պետության։ Պետական արժանապատվությունը կորած է։ Արցախի անուն իրավունք չունենք տալու, որովհետև Արցախը կորցրած է, թևն է, ոտնա, չգիտեմ, մի բան է։ Ահագին բաներ կորցրել ենք, ասում ենք արդեն խաղաղենք։ Ծիծաղել է, ես չեմ ասում, մենք էլ գնանք իրանցը փոկենք։ Լավ, խաղաղենք։ Ուզում եմ այդ խաղաղությունը։ Ես չի որ այսօր երեխա չի զոհվում, դա ինձ համար ուրախ բան չի։ Բայց չեք զգում, որ դա ուղղակի իրանք ծիծաղում են ձեր պահած խաղաղության վրա։ Եվ որևէ օր այդ խաղաղությունը ընդհանրապես մի հատ այսպես թուղթ է կպատրվի եւ կանեն ինչ ուզում են։ Այս պահին տարածաշրջանում հարց ունեն լուծելու Իրանի հետ, աշխարհի մեծ բաները ասում են դուք խաղաղ մնացեք, տենց է պետք։ Այն մարդն է կանչում, ասում է պրոշտի։ Անում են ու իրանք մթում գալիս է այնօրն էլ այդ բանը վրան այսօր եմ տեսել։ Ավելի խաղաղ Հայաստան եմ գալիս։ Այ բալամ չի ես գալիս։ Միարի։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ, կներեք ավել պակասի եւ գերեզմանոց համար։